հավերին որ կերակրում են, չէ՞, տալու արտահայտությունը ինչու՞մ է, որ ինչ-որ հենց հացահատի, գարի ցանում ես, հավերը հավաքվում են, ինչի համար, որ հեշտ բռնես, մորթես։ Այդ կուտը դրա մասին է ընդամենը, որովհետև ինչքան ես գիտեմ, մենք մինչև հիմա էլ ենք հաց կերել, ու այդ հացահատիկը եկել է Արցախից, շատ քիչ մասը արտադրվել է Հայաստանում, մյուս մասը Ռուսաստանից։ Այսինքն Գևորգ Պապոյանը չի հացի գյուտի հայտնագործության հեղինակը։ Բայց չի ասում, որտեղ ելը ասում է, ես տենց հաշվարկ չունեմ, ոչ, ասենք եթե մի ժամանակ ցորենը գալիս է Ռուսաստանից, Վրաստանի տարածքով Հայաստան, հիմա ինչ որ Ադրբեջանն էլ է ավելացի այդ մարշրուտի մեջ, թե ինչի չգիտեմ։ Երբ որ ասենք առանց Ադրբեջանի էլ մինչև հիմա Վրաստանի տարածքով գալիս էր։ Հիմա Ադրբեջանը ավելացել է իր բարի կամքի դրսևորումը, կարար չավելանար եւ բարի կամքը չդրսևորեր։ Եվ Հայաստանն է ԵԱՏՄ-ի անդամ, եւ Ռուսաստանը եւ Ղազախստանը։ Հիմա մեր միասնական տնտեսական մաքսային տարածքում ապրանքի շրջանառության համար մենք Ադրբեջանի կարիքը որտե ունենք, չգիտեմ Գևորգ Պապոյանը եւ Նիկոլ Փաշինյանը ինչով են դա բացատրում։ Դա ընդհանրապես ընդամենը քաղաքական իմաստ ունի, ցույց տալու Ադրբեջանի բարեսիրտ վերաբերմունք Հայաստանի նկատմամբ, ինչի համար իրանք մեղրին հանձնել են Ադրբեջանին, որովհետև այն ինչ որ տեղի ունեցել, դա օգոստոսի 7-ով դա մեղրին Ադրբեջանին հանձնելու ծրագիր է։